Պարոն Չոբանյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես շարունակում է տարածաշրջանում իրավիճակը լարված մնալ, Իրանը գիշերը հրթիռներով հարվածել է Դուբային, վերջին տեղեկություններով Իսրայելի տարածքին զանգվածային հարվածներ են հասցվել Իրանի կողմից, Երուսաղեմն է վառվում կրակի մեջ եւ 3 ուշ գիշեր հայտի դարձավ, որ Իրանը ավելի շուտ հաստատեց ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, ըստ տեղեկությունների Լարիջանին ինքը համարվում էր նաև Իրանի այս ընթացող պատերազմի ուղեղային կենտրոններից մեկը, հենասյունը եւ ոչ միայն այս պատերազմով պայմանավորված, խնդրեմ ինչ զարգացումներ են սպասում, ինչպիսի սպասելիքներ կա, իրավիճակը շարունակում է գերլարված մնալ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Վիճակը իրոք լարված է, ու այդ լարվածությունը միտում չունի թուլանալու, քանի որ երկու կողմերի եւ Իրանի մի կողմից, մյուս կողմից Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հրետորաբանությունը մեկը մյուսին բացառող հրետորաբանություն է եւ այդ պայմաններում ով էլ որ գնա համաձայնության նշանակում է գնում է կապիտուլյացիայի կամ պարտության բովանդակությունը ներկայացվող երկու կողմից էլ այդպիսին է հետեւաբար պատերազմը կշարունակվի ու կշարունակվի բավական ինձ թվում է դեռ երկար ժամանակ նայեք այն որ խոցելիությունը Իսրայելի եւ ամերիկյան ռազմաբազաների դարձել է եռակի քառապատիկ անգամ ավելի շատ դա փաստ է որովհետեւ այլևս սպառազինության քանակը չի բավականացնում հնարավորին չափ դիմակայելու Իրանի կողմից արձակված զենքի տեսակներին հետեւաբար այնպես չի որ վիճակը իրանց մոտ ոչ պակաս լարված է եւ Իրանի գործողությունները բավական թիրախային են եւ չափից դուրս նշանառու քանի որ ոչ հաստատված լուրերով բայց բնականաբար որ այդ չհաստատված լուրերը իրականում հաստատված լուրեր են կախված է նրանից որ Չինաստանը եւ Ռուսաստանը ուրեմն փոխանցում են Իրանին ամենակարևորագույն հետախուզական տվյալներ ամենայն ճշգրտությամբ ընդհանուր միջև որ դեռ անցած շաբաթ Թրամփը խնդրել էր Պուտինին որպեսզի Պուտինը չփոխանցի Իրանին ուրեմն հետախուզական տվյալներ եւ որքան ես գիտեմ Պուտինը մերժել է ըստ ելեմ ասում շրջանառվող ուրեմն լրատվամիջոցներում լուրերի սա առաջինը երկրորդը քանի դեռ Օրմուզի նեղոցը փակ է գտնվում ուրեմն եւ որևէ կերպ այն բացելու հնարավորություն չունի Միացյալ Նահանգները եւ ինքը դրանում ակնհայտ խոստովանում է ամենակարևորն է որ Իրանի դիպուկ ուժեղ եւ ավիրիչ արձագանքը ուրեմն այդ ապօրինի պատերազմը հրահարվածների նկատմամբ այնքան ուժեղ է որ Եվրոպան հրաժարվեց ՆԱՏՕ-ն հրաժարվեց օգնել Միացյալ Նահանգներին եւ Թրամփը շատ վիրավորված է եւ շատ ծանր է տանում այդ հանգամանքը ընդհանուր միջև սպառնացել է ՆԱՏՕ-ին որ իրանց համար շատ վատ օրեր են սպասվում Մյուս կողմից ՆԱՏՕ-ն էլ չի կարողանում օգնել Թրամփին, որովհետև շատ սենց լուրջ ինքը տարված է իմի Ուկրաինայով, որովհետև Ուկրաինայում էլ որևէ բարենպաստ գործողություններ Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի համար տեղի չի ունենում։ Ճիշտ է,
Վերջերս Ուկրաինան շատ ուժեղ եւ ծանր հարվածներ հասցրեց Ռուսաստանի խորքային տարածքային հատվածներում, բայց դա ոչինչ չի փոխում, որովհետեւ անմիջապես 3 չէ առաջի օրը եւ 3 շատ ավերիչ պատասխաններ է հասցրել Ռուսաստանը Ուկրաինային, որը աննախադեպ է եղել ընդհանրապես ամբողջ այդ պատերազմի ընթացքում։ Նայեք, Պարսկաստանը ունի մի շատ հետաքրքիր գործելակերպ, որի մասին ռուսական հետախուզական ղեկավարությունը բաց։ Խոսում է ուղղակի սենց հաշվի առնելով, որ գործողությունները հանճարեղ են, այսինքն մտածվածը հանճարեղ է։ Ինչով, նայեք, ամբողջ արտադրական գործընթացը, զենք, զինամթերքի, պահեստները եւ այլն, Պարսկաստանում գտնում են շատ խորը հողի տակ։ Եվ սա է պատճառը, որ Իրանը եւ կանգուն է, Իրանը խղճուկ ձևով չի պատասխանում կամ խեղճ ձևով ընդունում հասցված հարվածները, այլ շատ բավական ազդեցիկ պատասխաններ է տալիս։ Եվ այդ Ռուսաստանի հետախուզական կազմակերպությունների ղեկավարներից մեկը հենց դրա մասին էլ ասում է, որ Ռուսաստանի նման հզոր երկիրը նման բաներ հաշվի չի առել եւ ամբողջ բազային ուրեմն կարողությունը ռազմամթերքի, զինատեսակի եւ այլն փաստոցի գտնվում է լավագույն դեպքում ինչ որ մի թեթև պաշտպանված ամբարներում, բայց ոչ հողի տակ թաքնված, հիմնականում բաց եւ հասանելի թիրախավորման համար։ Եվ սա բերում է նրան, որ արտադրությունը զինամթերքի Իրանում իրականացվում է, պետք է ասել, որ բավական անսպասելի ձևով իրանց քիչ թե շատ տանջված, բսկտված տնտեսության պարագայում բավական արդյունավետ։ Բնական է, որ Պարսկաստանը ստանում է շատ լուրջ օգնություններ, զենքի, զինատեսակի, նաև տարբերակով կան տվյալներ, որ Պակիստանի ուրեմն սահմանով մեծ քանակությամբ Չինաստանից բեռնատար մեքենաներ են գալիս, օրական մոտավորապես 15-16 բեռնատար է մտնում Պարսկաստան եւ չկա կասկած, որ այդ ամբողջությամբ բեռերը իրականում դա հումանիտար բեռներ չեն, այլ զինվորական զինատեսակի ուրեմն եւ սպառազինության տարբերակա, բացի դրանից Հյուսիսային Կորեան շատ պարզ ասել է, որ եթե իրանք կզգան, որ այն պահին, որ Իրանը սկսում է պարտվել եւ այլևս իր հնարավորությունները պատասխանելու արձագանքելու թուլանում են եւ թուլանում են էական, ուրեմն Հյուսիսային Կորեան անմիջապես կնախաձեռնի ուրեմն իր ամենանորածին բալիստիկ հրթիռների ուրեմն մատակարարում է Իրան, այդ թվում նաև Իրանին առաջարկել է նաև ցամաքային զորքեր տրամադրել, եթե կլինի ցամաքային օպերացիա Իրանի դեմ։ Այս պահին կարելի ասել, որ տեսեք, փաստացի հակաիրանական գործողությունների մեջ մտավ Հնդկաստանը, Միացյալ Նահանգները կարողացան համոզեն, որ Մոնզին հակաիրանական դիրք ընդունի, բայց որքան ես գիտեմ, այդ հակաիրանական դիրքորոշումը բացի հայտարարությունից այնքան չի անցել, առավել ևս, որ Հնդկաստանն էլ բավական լուրջ կախվածություն ունի Օրմուզի ուրեմն այդ միջանցքից եւ վնասը իր տնտեսական կլինի շատ ազդեցիկ, հետեւաբար չի կարա Հնդկաստանը ամբողջությամբ
մտնի հակաիրանական գործողությունների մեջ։ Կրկնում եմ, առայժմ դեռ սա զուտ բանավոր խոսույթի ձևաչափով է արտահայտվել հակաիրանական դիրքորոշում է Հնդկաստանում։ Մյուս կողմից, երբ որ դե պարզ է, հասկանալի է, որ շատ լավ աշխատում Մոսադը և ԿՀՎ-ն Պարսկաստանում, բացի դրանից Պարսկաստանում կան բավական սենց ազդեցիկ հակաիշխանական բջիջներ, որոնք այս պահին չեն արտահայտվում, դուրս չեն գալիս, զանգվածային ցույցեր, բաներ չեն կազմակերպում, որի նախկինում, որոնք իրանք են հենց կազմակերպում, և դրանց միջոցով կարողանում են լայն լրտեսական և գործակալական ցանց ունենալու շնորհիվ իրականացնել տարաբնույթ սպանություններ, այդ թվում նաև բարձրաստիճան իրանական գործիչներին։ Լարինջինի սպանությունը իհարկե բավական լուրջ հարված է Պարսկաստանին, բայց Իրանի նաև կանգունությունը կախված է նաև իրանց երկրի մենթալիտետային շատ հետաքրքիր ձևաչափից, քանի որ իրանց մոտ իրանք մեր նման բաներ չեն, Արծրուն Հովհաննիսյաններ, բաների գործիչների մակարդակի չեն, էլի։ Տեսեք, իրանց մոտ չէր կարա ամբողջ ուղիղային կենտրոնը կենտրոնացվածիներ մի հոգու շուրջ, դա բացառվում է։ Ավելին, շատ դեպքերում հենց մի հոգուն են իրանք հանում ասպարեզ, դարձնում են իրանք ցուցադրական մի գործիչ, որի վրա իբր թե ամբողջությամբ սենց կենտրոնանում են բոլոր հետախուզական պատերազմի ղեկավարման և այլ տեսակի գործողությունները, որպեսզի ինքը դառնա ոնց որ ուշադրության կենտրոն թիրախ գործակալական ցանցի համար, բայց տակից գործում են շատ ավելի ոչ պակաս խելացի և պատրաստված գործիչներ, և դա մեկը չի, 5-ը չի, նույնիսկ 10-ը չի։ Այսինքն ցանկացած մեկին ոչնչացնելու պարագայում պարտադիր նրա ոչ պակաս կարողություններով և հնարավորություններով կա պատրաստի մեկ այլ գործիչ, որը դուրս է գալի ասպարեզ, և դուք կտեսնեք, որ այդ սպանությունը տենց առանձնապես որևէ դեր չի խաղալու, առավել ևս, որ այս գիշերը ուրեմն Իսրայելը շատ լուրջ հարվածների արժանացավ Իրանի կողմից և նաև շատ լուրջ հարվածներ է հասցնում Իրանին Հեզբոլլան, ընդ որում Հեզբոլլան սկսել է օգտագործել բոլորի համար անհայտ զենքի տեսակներ և դրա մասին խոստովանում է նաև Իսրայելը, որի համար շատ անսպասելի է, թե ինչ զենքեր է, որտեղից է իրենց ձեռ ընկել, բայց Հեզբոլլան և հուսիթները բավական ակտիվ մտել են պատերազմական գործողությունների մեջ և շատ լուրջ ճնշումներ են գործադրում այսօր Իսրայելի անվտանգության վրա։ Պետք է ասել, որ նաև ձախողվեց Թրամփի հիմնական հույսը, դա Իրաքի և Իրանի քրդերի գործոնը ցամաքային օպերացիան կազմակերպելու համար, սակայն կան շատ լուրջ տարբեր տեսակի խոսույթներ առ այն, որ այնուամենայնիվ փորձում են համոզել ցամաքային գործողություն իրականացնել Ադրբեջանի տարածքով։ Հարկ եմ համարում նշել, որ մենք բավական վտանգված վիճակում ենք այս պահին այն առումով, որ փաստացի Ալիևը չէր թաքցնում,
որ այսպես կոչած Թրամփի ուղին Զանգեզուրի ուրեմն միջանցք հատկացուցելն եւ այդ հատվածի օդային տարածքը ընդհանրապես Սյունիքի ամբողջ օդային տարածքը բաց է եւ օգտագործվում է Իրանի դեմ ուրեմն հրթիռային հարձակումներ իրականացնելու համար եւ թե ինչքան երկար ժամանակ դա կհանդուրժի Իրանը ինձ համար ես ճիշտ ասած սարսափում եմ որովհետեւ եթե սա շարունակվի նույն ոճով Իրանը ուղղակի իր անվտանգությունը եւ շատ ճիշտ կանի ստիպված է լինելու հարվածել նաեւ Հայաստանին ոնց որ մի քանի հատ նախազգուշական փորձեր արեց Ադրբեջանի վրա ես պարզապես զարմանում եմ այս իշխանությունների ինչ ասեմ հա հասկանում եմ որ թշնամի են բայց ընտրություններից առաջ իրանց հիմնական խաղաղության սյունը փաստացի դառնում է առ ոչինչ առավել ևս երբ որ Ադրբեջանի նախագահն էլ խոսում է որ ինքը ինչ ուզում է Հայաստանում անում է ինչ ուզում է Հայաստանից ստանում է Հայաստանի տարածքը ոնց ուզում է տենց էլ օգտագործում է Վերջերս եւս մեկ անգամ ասաց, ես երջանիկ եմ, որ այլևս միջազգային խոսույթում էլ Զանգեզուրի միջանցք է, օդները մերը, այս ամեն ինչն իրենք ըստ էության խոսում են։ Ավելի նաև ասել է, որ ինքը հենց դրա համար էլ օգնելու է, որ Փաշինյանը վերընտրվի։ Նաև դա է ասել իմիջիալոց։ Հետևաբար այս գործողությունների շղթան բերում է նրան, որ մենք հենց հիմա գտնվում ենք բավական լուրջ վտանգի առաջ եւ այս պահին մեզ ավելի շատ վտանգ է սպառնում ոչ թե Ադրբեջանը, այլ հենց Իրանը, որը ստիպված, պարտադրված իր ինքնապաշտպանության նպատակներով կարա հարվածներ հասցնի Հայաստանի տարածքին։ Հետևաբար այստեղ չգիտեմ շատ ված իրադարձությունների ակնկալիքներ կան։ Պատերազմը կշարունակվի, ես կարծում եմ, որ Իրանը շատ մեծ օգնություն է ստանում նաև այն առումով, որ ռուս-ուկրաինական պատերազմում զենք զինամթերքի մատակարարումը ի օգնություն Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին չի իրականանում գնում է Ուկրաինա հիմնականում, որովհետեւ այնտեղ ծայրաշճան վատացել է Ուկրաինայի վիճակը մարտավարական եւ ռազմավարական վիճակը էական վատացել է եւ ռուսները փաստացի իր ակտիվ եւ ագրեսիվ գործողություններով Ուկրաինայում ինչ որտեղ օգնում են Պարսկաստանին, որպեսզի իրանք կարողանան դիմադրել եւ դիմակայել այս առհավիրքին։ Ես կարծում եմ, որ այս պահին եւ Հյուսիսային Կորեայի համար եւ Չինաստանի համար, հատկապես առանցքային է կարելի ասել Չինաստանի համար, ուրեմն Իրանի պարտությունը կործանարար է եւ ես կարծում եմ, որ կգա մի շատ կարևոր X պահ, երբ որ այս մեծ երկրների շատ էական միջամտությունը ի օգուտ ի պաշտպանություն Իրանի կսկսի գործել։ Այսպես կարամ պատասխանեմ ձեր հարցերին։ Այս իրականության մեջ մենք տեսնում ենք ինչով են զբաղված Հայաստանի իշխանությունները։ Խնդրեմ, այս մասով ձեր տեսակետը, չգիտեմ, ճաշ են ուտում հրապարակում, դրա մասին գնում են Սյունիք, Մեղրին ասում եք, բա հանձնված է, բա ոնց եք այստեղ, ասես բաներ էին խոսում։ Խնդրեմ, Նիկոլ Փաշինյանը։ Նայեք, այս բանը ինչ որ արվում է, սա
այդ պերաշկի ուտել, կուկուռուզ ուտել, չգիտեմ, լավաշ ուտել։ Այդ ամեն ինչը շատ հետաքրքիր ու հոգեբանական տեխնոլոգիաներ են։ Պատահական չի արվում։ Ընդ որում, եթե դուք ուշադրություն դարձնեք եւ շատ ուշադիր նայեք, թե այդ ամեն ինչը իրանք ինչպես են ուտում, սա էլ է հոգեբանական ներազդման հատուկ ձև։ Սրանց սա ասել են, սովորացրել են, բացատրել են ոնց անեն, խի անեն, որովհետև ինչի համար է սա արվում։ Սա արվում է նրա համար, որպեսզի ցույց տան իրանք, որ իրանք հաղթող կուսակցություն են ընտրություններում եւ բացարձակապես որևէ մտահոգություն դրանում չունեն եւ սա ունի շատ լուրջ, սա հիմնականում գործում է եւ ուղղվում է այն խավի վրա, որոնք դժգոհ են սրանց նկատմամբ, բայց չեն հավատում ընդդիմությանը եւ գտնում են որևէ արդարացում ընդհանրապես ընտրություններին չգնալ։ Այսինքն իրականացնում է գործողություն հնարավորության չափ քիչ մասնակցություն լինի ընտրությունների ժամանակ։ Այս դեպքում Փաշինյանի վերարտադրվելու հավանականությունը, ես գնահատում եմ գրեթե 100%։ Եթե սրանք հասան իրենց նպատակի եւ կարողացան հիասթափեցնել մարդկանց եւ մարդիկ չգան ընտրությունների, սրանց վերարտադրման հնարավորությունը լինելու է գրեթե 100%։ Հետևաբար ընդդիմությունը պետք է ուշադրություն դարձնի ոչ թե քարոզների վրա գնա համոզի, չէ, գիտեք, սենց եւ այլն, այլ պետք է ձև գտնի այս հոգեբանական տեխնոլոգիաների դեմ առնելու եւ միգուցե ինչի՞ չէ, նաեւ իրանք կօգտագործեն սա, այս ձևերը, որովհետեւ սրանք բացարձակապես այդ օգտագործում են ամբողջությամբ ներազդման հնարավորություններով, նայեք, այս պահին իրանց նույնիսկ չի անհանգստացնում, որ սրբազաններին բաց են թողում, քրեական գործերն են կարճվում, լիքը ուրիշ բաներ են ելնում, որոնց իրանց պլանից դուրս է բացարձակապես։ Սրանց հիմնական գործողությունները եւ հիմնական հույսը ուղղված է մենակ մի բանի վրա, հնարավորին չափ քիչ մասնակիցներ լինեն ընտրությունների ժամանակ։ Նայեք, այդ դեպքում ինչ է ստացվում։ Այն այսենց որ մի հատ այս ձևով ինքը այսենց որ անում է իր կողքը կանգնողները, դա մոտավորապես 400,000 հոգի մարդ, ուրեմն բաներն են, աղանդավոր համայնքն է։ Մոտավորապես 70-80,000 հոգի դա LGBT համայնքն է։ Ուրեմն մոտավորապես մոտ մեր գնահատանքով, հա, մոտ 100-150,000 հոգի մարդ, էդի այն ուղիղները թափած բիձեկն են, կներեք, իրանց ուրիշ ձև չես կարող ասես, էլի, բացարձակապես, երբ որ պատերազմին մասնակցած թևը կորցրած մի հատ բիջ, բառի բունվածով բիջ, անասուն է, տականք, որոնք դիմավորում է գերագույն թշնամուն, ասում է հանգարց ոտը տորմուզից չանես հուպ տուր, այսինքն այս կարգի մարդիկ քիչ չեն։ Եվ նայեք, ուրդեղ որ ինքը որ գնում է, շատ մեծ կռուկնի պլանով նկարանում են, որ տպավորությունը էլա տեխնոլոգիա օգտագործում, այս տպավորությունը որ sense մասսայական իրանց sense ջերմությամբ ընդունում են, որտեղ ինքը գնում է sense փաթաթվում են, մի հատ էլ ուշադրություն դարձրեք, ովքեր են փաթաթվողները, գովացողները, լպստողները սրան։ Այդ մի հատ հարցազրույց եմ տեսնում, մի հատ տիկին, ուրեմն պրոշները ինչ-որ sense արծաթագույն ինչ-որ պամադայով քսված, ոչ թե շրթունքների, այսենց, ճարաշ չափազանցությամբ։ Ու ասում է, երբ որ ասում է, մենք դիմենք Աստծուն
այ ոնց որ մեր Փաշինյանն է դարել։ Ու ինչ որ ռուսերեն խիստ ասում եմ, ես ռուսերեն ասեմ, հա, ռուսերենից ես ռուսերեն եմ լավ, ռուսերենից ասեմ ու այլանդակ անգրագետ ռուսերենով ջարդված, կոտրտված ռուսերենով ինչ որ մեկնությունները անում Աստվածաշնչից, վատանում ես ու այս մարդու մոտ լայքերը նայում եմ, դու չեք վատանում եմ, իրոք վատանում եմ։ Ով է սրանց տակ լայքեր դնում։ Ու ամենավատն այն է, որ հիմնականում մեծ տարիքով մարդիկ են, 65 անց, 70 անց տարիքի մարդիկ են, որոնք համարում են ամեն ինչ լավ, այլ կիսասոված թոշակները, կոպեկներով ես զարմանում եմ, ի՞նչն է սրանց դուր գալիս։ Անհասկանալի է, ու հասկանում եք, որ նայեք, մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ենք ընկել, ընդդիմությունը մենք էլ է երիտասարդության հետևից, երիտասարդությունը ուժը, մեծահասակները, խեք իրանց անտեսում, դուք տեսնում եք, որ ընդեղ լրիվ ուրիշ վիճակ է, ընդդիմություն, մեծահասակների մոտ, մեր մոտ, լրիվ ուրիշ վիճակ է, նրանց վրա էլ է, նրանց հետ էլ է պետք աշխատել, հանդիպել, խոսել, բացատրել, փաստերով ապացուցել, իրանք չունեն այդ փաստերը, այդ մարդիկ հեռուստացույց չեն նայում, թերթ չեն կարդում, ասենք թե Facebook չեն նայում, հասկանում եք իրանց մոտ մի հատ ինչ որ գործակալ թեպեից գալիս է, ականջներին մի բան ասում, մի հատ sense տոպրակով էր մի հատ ինչ որ բրինձա բերում դնում սեղանին որպես օգնություն, վերջ այդ մարդը իրանցն է դառնում, հասկանում եք։ Սրանք ինադու են անում, ու էլ եմ ասում, շատ նպատակային ձևով են անում ու կարան հասնեն արդյունքի, եթե սա չհասկացվի, չգնահատվի եւ համապատասխան ձևով չարձագանքվի։ Խոսելը միայն, այ որ սա քաղաքական տեխնոլոգիաներն ուղղված է, քիչ է։ Դա քիչ է, որովհետեւ մեկը իրանք խոսում են, մեկը դա ազդում է։ Պետքա հակազդող մի ինչ որ բան մտածվի եւ դա սկսվի գործել։ Թե կան ուրիշ հարցեր։ Այո, բայց մենք տեսնում ենք, չէ, որ նաեւ իրապես այնպես չի, հա, արդեն ինքը ունից էլ է դուրս գալիս մարզային այցերի ժամանակ, որովհետև կոնկրետ քաղաքացիները նաև հստակ իրենց պատասխան են տալիս, գիտակցումը կա նաև մեծամասամբ ժողովրդի մոտ եւ այդ հունից դուրս գալը պայմանավորված է իրապես տիրապետելով սեփական ռեյտինգի խայտարակ անկմանը։ Ես համաձայն եմ ձեր այդ հակադրմանը իմ ասացին, հա, որովհետև հա իրոք մենք տեսանք եզակի դեպքեր, բայց ախր գիտեք ոնց ես քանի որ նաև մասնագիտական գիտելիքներ ունեմ հոգեբանության ոլորտում, դրա համար դրան վերաբերում եմ մի քիչ այլ ռակուրսից, այլ տեսանկյունից։ Ձեզ հավաստիացնում եմ, որ սա էլ է հոգեբանական ներազման տեխնոլոգիա։ Այդ հունից դուրս գալը բան ինքը դրանով նայեք, այ մենք տեսակ բերինք, դրինք ինքը հա կռվում է իրան հակադրվող քաղաքացու հետ, բայց ինքը այնտեղ մեսեջներ է ուղարկում։ Էսի արեցինք, էնի արեցինք, մենք սա ձեզ համար դուք ապերախտի նման չգնահատեցիք, մենք նորից եւ եթե ուշադրություն եք դարձնում, նա ում հետ ինքը վիճում է կադրերում, չի երևում։ Չի երևում, ինքը խոսում է, ինչ որ մի հատ sense երևում է ինչ որ մի հատ փորի, ինչ որ մի հատվածից ինչ որ մի բան, ում հետ որ ինքը խոսում է, որ ձեռքով, ոտքով այդ մարդն էլ ինչ որ բան է բացատրում, բայց այդ մարդը չի երևում, ում հետ որ ինքը վիճում է։ Ամբողջությամբ ինքն է, իր հետևում ամբողջ քեփե իր այդ շներն են, այս կողքից այն մյուս շներն են, եւ ինքը խոսում է ոչ թե այդ մարդու հետ, այլ ինքը հիմնականում խոսում է ուրեմն բանի տեսագրող սարքի ուղղությամբ, կամերայի ուղղությամբ, պարբերաբար շրջվելով դեպի այդ անձնավորությունը, պատահական չի արվում։ Դա պատահական չի արվում, բնական է, նայեք, այնտեղ
կազմակերպված, ոչ մեկ թող չկասկածի ժողովուրդ, ես հստակ ձեզ ասում եմ, վստահ ասում եմ, որ կարող է պատահի նույնիսկ տեղի բնակիչներն չեն, ինչ որ մի տեղից բերված, ինչ որ բեմականացված, ինչ որ բաներ են, բայց այդ հունից գալն էլ է իմ կարծիքով, բեմականացված ինչ որ մի բան, որովհետև իրականում դժգոհ զանգվածը, եթե հանգարց գա այնտեղ, ես շատ կասկածում եմ, որ կարող է պատահի չհարցակվեն իր վրա եւ իրան ուղարկի մեջտեղից չճղեն, որովհետև դժգոհությունը շատ մեծ է։ Մարդիկ վախի մեջ են ապրում սահմանամերձ հատվածում։ Խփոցները, գմփոցները, տարակոցները Իրանում արձագանքվում է, լցվում է, մարդիկ վախի մեջ են քնում ու զարթնում։ Որևէ անվտանգության երաշխիք եւ որևէ մի քայլեր բնակչության անվտանգության համար չի արվում։ 300,000 ադրբեջանցու գալու հաստատակամ սրանց որոշումը եւ ամեն անգամ խոսուտի մեջ խոսալը մարդկանց մոտ վախ է առաջացնում, որտեղ այդ 300,000-ը չի։ Այդ 300,000-ը գալիս են ընտանիքի անդամներ, բարեկամներ, էդի 20 ընտանիք չի է, կամ 30 ընտանիքի մասին չի խոսքը, 300,000 ընտանիքի մասին է խոսքը։ Իսկ մոտարապես 1 միլիոնի չափ մարդ է մտնելու Հայաստան։ Որտեղ են ապրելու, ում տեղն են ապրելու։ Ում տանն են ապրելու, իրանց փոխարեն։ Մարդիկ հասկանում են, չէ՞, գիտակցում են։ Դրա համար սրանք այդտեղ չկան, այդ մարդկանց ցույց չեն տալիս։ Սենց ուշադրություն դա տպավորություն է, պիսին է, որ մասսայական սենց մի հատ Աստված է եկել ցիլոյով, ընդ որում հրեական ուրեմն կերպարով, ջհուդի տեսքով, ոչ թե հայ տեսքով, ջհուդի տեսքով։ Գալիս է ինչ որ սատանայական ինչ որ բաներ անում, եկել են բարեր է, լրիվ սատանայական գործելակերպի, ուրեմն բանա, կյանքի խոսքի պատարակների ժամանակ պարային տեսակները։ Այն որ միջև ուշագրած վիճակում սենց թրվռում են, էլի սենց։ Ուրիշ ոչ մի բան, սպարել չգիտեն։ Կառավարության նիստից հետո իր վերջին ճեպազրույցում ասում էր, այո, սահմանադրությունից հանելու ենք անկախության հռչակագիրը, որովհետև պատերազմի հողի վրա ոտք դնել է դա։ Արցախը խորաններում գնում եք Արցախի անունն են տալիս, տարբեր հարթակներում Արցախի անունն եք տալիս, պատերազմ եք նախապատրաստում։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Դե նայեք, սրանց նաև ամենակարևորագույն խոսույթը երկրորդ ուղղությամբ։ Դա ոչ թե մենակ խաղաղության մասին է խոսքը, այլ եթե մեզ չընտրեք, պատերազմը լինելու։ Հիմա սա հասկանալու բացատրելու համար իրանք սկսել են ուրեմն օգտագործել հետևյալ որ եզրույթները, որ մեր սահմանադրության մեջ կան կոնֆլիկտային, ուրեմն մեր հռչակագիրը կոնֆլիկտային հռչակագիր է։ Հետևաբար հռչակագիրը պետքա հղում է հռչակագրի վրա, ուրեմն սահմանադրությունից պետքա հանվի։ Միանշանակ։ Դուք հիշում եք, ուրեմն ցեղասպանության թանգարանի տնօրենի նկատմամբ գործելակերպը, երբ այս գերագույն թշնամին ինքը հայտարարեց, որ անձամբ պահանջել է, որ ուրեմն Գյոզալյանը, չէ՞ կարծեմ ազգանունը, Գայանե Գյոզալյան, չէ՞ ոնց որ։ Ուրեմն հրաժարական տա եւ հեռանա մարդուն Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով։ Այսինքն ու ինքը ինչ ասում է, երբ որ դու Արցախի մասին խոսում ես հյուրի հետ կամ դու Արցախի մասին դու նշանակում է վարում ես հակապետական քաղաքականություն, իսկ քանի որ դա վտանգում է Հայաստանի նկատմամբ պատերազմ սանձազերծելու կանխմանը, հետևաբար մենք չնեղանանք, պետք է հաշվի տեսնենք։ Հա, այսօր Հայաստանում փաստացի պետական մակարդակով արգելվում Արցախի մասին խոսել, արտահայտվել, Հայաստանի պատմության մասին խոսել, հիշատակել ցեղասպանությունը, առավել ևս հիմա այդ ուշադրություն եք դարձրել, շատ այնց ագրեսիվ ձևով սկսել են հակադրել Արագածը, ուրեմն Արարատ լեռանը։
Սրանք բացահայտ հակահայեր են, բացահայտ, անթակույց, սրանք չեն թաքցնում սա, ուղղակի չեն թաքցնում, և սա չհասկանալ, չգնահատել, էդի, չգիտեմ, դժվարանում եմ բացատրեմ այդ պահը։ Այս հարցներ կուզեմ անդրադառնալ, երեկ Ռոման Ելիցյանը փաստաբան ահազանգում էր, որ զոհված ծառայողի քրոջը 5 մանկահասակ երեխաների աչքի դիմաց տարել են, ձերբակալել են, պատճառաբանելով իբր Փաշինյանի նկատմամբ բռնության կոչ է արել։ Խնդրեմ, այս տերորը, որ հիմա իրենք իրականացնում են, երեկ նաև հայտնի դարձավ, որ Արմինե Օհանյանի նկատմամբ են քրեական վարույթ նախաձեռնում, բայց իհարկե գործը կարճվել է, ամեն դեպքում արդեն սկսում են նոր թափ տալ այս ռեպրեսիաներին։ Դե նայեք, ինքը երբ որ գնաց Եվրոխորհրդում ելույթ ունեցավ, իր ամբողջ ելույթը հակասահմանադրականներ ամբողջությամբ, հակահայկականներ և հակապետականներ։ Առավել ևս, երբ որ ինքը նաև փաստացի մեր եկեղեցին անվանեց կագեբեիշնիկ և Ռուսաստանի ու Բելարուսի գործակալներ։ Այսինքն և նատոյի, ասենք նատո ջն ու Եվրոխորհրդի, ասենք պատգամավորները ոտնկայել են և շատ երկար բուռն ծափահարություններով ընդունեցին։ Այսինքն ինքը փաստացի բառերով չէ, գրավոր չէ, բայց կոնկրետ արձագանքով ստացավ, որ իր ելույթը ամբողջությամբ ընդունվել է Եվրոխորհրդի կողմից և ինքը իրավունք է ստացել ստեղ ցանկացած տեսակի բռնություններ օգտագործելու համար։ Ընդ որում նաև բռնություններ օգտագործելու հենց ընտրությունների ժամանակ ու անելու է։ Ու գնալով ավելի ինչքան մոտենալու ենք ընտրություններին, այդ բռնապետական դրսևորումները, այդ բեսպրեդելը իրավական դառնալու է խայտառակ ավելի, այսինքն խայտառակի սահմանը մենք շուտվանից ենք անցել։ Մենք հիմա ուզում ենք նոր սահմաններ միջազգային ասպարեզում։ Դե սաղ պետք է հասանք լինի բանի համար։ Հա, բայց ընդդիմությունը պետք է սրա մասին արդեն շատ շուտվանից խոսար, միանար, կազմակերպեր ու եւ այլն եւ այլն։ Այս սրա մասին նայեք, Անժելա ջան, այսօր վրդովմունքը ձեր կիսում եմ 100%-ով, որովհետեւ սրա մասին այդ կնոջը, երբ որ կալանավորել են իր 5 երեխայի աչքի առաջ, ընդ որում որքան գիտեմ բռնություն են կիրառել տանելու ժամանակ։ Չգիտեմ հաստատ, այդպես են ասում։ Գրված է 1-2 տեղ sense, մեկ էլ հիմա դուք բարձրաձայնեցիք։ Ինչ որ զանգված են սրա մասին, որովհետեւ բան լրատվամիջոցներում չի ասվում։ Ընդդիմությունն էլ սրա հետ կապված, որովհետեւ բացատրություն, որովհետեւ պահանջ, որ բացատրեն, որովհետեւ ապացույց, որ ներկայացվի, ինչի համար է սա արվել, նույնպես չեն անում։ Շատ пассив են գործում սրա կոնկրետ բռնապետական գործողությունների նկատմամբ, սրա բռնությունների նկատմամբ, շատ пассив։ Երեք ես օրինակի համար լսում եմ Ագնես Խամոյանի ելույթը, որը ամբողջությամբ ինքը խոսում է եւ պատմում է բանը, ինչ ներազդեցությունից սրանց պերաշկի ուտելը։ Պերաշկի ուտելը վсё անցանք, դա հասկացանք։ Բայց ամեն ինչ որ կատարվում է, որ Չախալյան Վահագին հասերին հիվանդանոցորում չէ, հիմա վատառողջ վիճակում է եւ հլդր շարունակում է իր բուժման արարողությունները, որ մենք այս պահին ունենում ենք եւս նմանատիպ, ուրեմն քրեական գործերի հարցում, քրեական գործը հարցում են, հետ 2 ժամ հետո կարճում են կամ 3 ամիս հետո են կարճում եւ այս ամեն ինչը խոսում է հենց դրա մասին, այսինքն իմ ասած Եվրոխորհրդի ելույթում իր ստացած դաբրոյի մասին, ինքը դաբրոն ստացել է անելու համար։ Մենք ինչ պետք է անենք։ Ես ճիշտ ասած չգիտեմ։ Ես չգիտեմ, որովհետև ես կուսակցություն չունեմ, կուսակցության անդամ չեմ, ես ընդհանրապես այսպես գալիս եմ, փորձում եմ ինչ-որ մի բան ասեմ, գուցե մի հոգու անգամ խելքին հասնեմ, գոնե դրանով օգուտ տամ մեր հայրենիքին։ Ուրիշ բան չեմ կարող իմ անեմ։
ցավոք սրտի։ Բայց ամբողջությամբ ձեր հետ համաձայն եմ, ամբողջությամբ։ Ես եմ շնորհակալ։